Երկուսին խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բերում են մի նախաձեռնություն, որով պաշտպանում են падգամավորին հնարավոր ազդեցությունից։ Մեկ, այսինքն падգամավորին ստիպել որևէ հարցի շուրջ քո ուզած կերպով քվեարկել, նշանակում է քրեական հանցագործություն է դա։ Այդ եւ երկրորդ նախաձեռնությունը կար, կարծեմ, եթե անհնարինության պարագայում, որ կարող է խորհրդարանի նիստը տեղ ունենալ այլ տեղ, ոչ ազգային ժողովի շենքում։ Այս երկու որոշումներ։ Նիկոլ Փաշինյանը մի անգամից հրավիրեց ժողովրդին Բաղրամյան ժողովրդա, այդ ժամանակ կար կոալիցիոն կառավարություն, ընդ որում կոալիցիայի տեսանելի մասնակիցներն էին ելք դաշինքի կուսակցությունները, Բարգավաճ Հայաստանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ անտեսանելի մասնակիցներ կոալիցիայի Հանրապետական կուսակցությունը, անկեղծ լինեն, որտեղ այդտեղ կադրեր կային, որ կոնկրետ առանց Սերժ Սարգսյանի այդտեղ չէին հայտնվի։